Իմ մասին ես ուզում գրել, Աստծո սիրուն գոնե դու այնպես չգրես, մի խոսքով, արև, կարծես ոչ թե նկարիչ եմ, այլ այս մի հատիկ բառի մեջ են տեղավորում ինձ։ Իհարկե, վատ բարդ չի և վատ տեղ էլ չի, բայց շատ արևի տակ մնալուց գլուխս ցավում է, ուզում եմ ստվերում նստել, անձրևի տակ մնալ, երեկոյան զովությունը վայելել։ Օրն էլ է երեկոյանում, կյանքս էլ։ Հին ժամանակ վայրկենական լուսանկարիչները նկարվողներին առաջարկում էին գլուխները դուրս հանել ինքնաթիռ, ավտո, ձի պատկերով կտավը վարագույրների միջից և դառնալ օդաչու, վարորդ, հեծյալ։ Իմ մասին գրողները ինձ համար այս արևն են հորինել և ամեն անգամ ստիպում են, որ նրա միջից նայեմ աշխարհին։ Այս մասին ասել եմ, խնդրել եմ, բայց ինչ օգուտ, ոչ ոք չի լսել, չի մտահոգվել։ Հեշտ միջոց է, վատ նվագողի նման մատը դրել են լարին ու միալար կրկնում են արև։ Հիմա քեզ եմ խնդրում, գոնե դու այդպես չգրես։ Հա, երբ եկա Վաղարշապատում այնքան շատ որդեգորուս մայրեր կային և այնքան որբ երեխաներ, Թիֆլիսում արդեն ծանոթացել էի Լուսիկի հետ, նա աղքատներին, որբերին խնամող կանանց ընկերության անդամ էր, ծանոթացել, ամուսնացել էի, ու նա շատ բաներ էր պատմել գաղթականներից, բայց այն ինչ աչքովս տեսա սարսափելի էր, ու ոչինչ չնկարեցի, ոչինչ։ Ինչպես կարող են հարազատներիս մահը, տառապանքը նկարել։ Օտարները չեն հասկանում, որ այն, ինչ մեզ հետ պատահեց, այնքան սոսկալի էր, որ մենք չենք կարող նկարել, գրել, գոնե առժամանակ պետք է լռեինք։ Իսկ հիմա իմ նկարներից մեկում տափարակ կտուրի վրա կանգնած մի հայ գեղեցկուհու եմ նկարել։ Գեղեցկուհին թեշի եմ անում ու նայում է ամայացած գյուղի կողմը։ Մի՞թե այս ամեն ինչի մեջ մեր կորուստների ու վշտերի արձագանքը չկա։ Եվ հետո, ով ասաց, որ եթե լուսավոր եմ նկարել, ուրեմն չեմ տխրել։ Կոտորածների ժամանակ երևի արև է եղել։ Էլ ինչու են արևից կպել ու չեն տեսնում իմ տխրությունը։ Կգրես։ Այդ մասին անպայման կգրես։ Հայը ուրախանում է, որ չտխրի, ծիծաղում է, որ չլացի, արևում է, որ չանձրևի։ Կասես, որ մեր հայ արևը կամ անձրևից առաջ է շողում, կամ անձրևից հետո, կամ անձրև է գուշակում, կամ անձրև է փարատում։ Հետո կգրես, որ իմ գույները, երանգապնակը հայերենի բնությունից են վերցված և ոչ թե ուսումնառության շրջանում սովորած կամ տեսած բաներ են։
Փոքրիկ է մեր երկիրը։ Եթե այս իմ նկարների Հայաստանները գումարենք, մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրով կավելանա, ու մենք նորից տեր կդառնանք թերևս ճիշտ այնքան հողի, որքան պետք է մեր հին մայրաքաղաքներն ավերված, լռած մայրաքաղաքներ տեղավորելու, առնելու մեր գրկի մեջ։ Լավ ականջ դրեք ու կլսեք, թե ինչ է ասում մեր հայրենիքը։ Նա ասում է. մի կողմ դրեք ատելությունը, գրկեք իրար, մարդիկ, սիրեք իրար, աշխարհն ընկալեք մանկան անմիջականությամբ։ Եթե այսպես ապրեք, կյանքը կգեղեցկանա, կլուսավորվի, լույս, դուք հարցնում եք լույսի մասին։ Այն բխում է ամեն ինչից, անգամ նկարներից, նրանով է թաթախված աշխարհը։